արտահայտվել են, որ մինչև այն պահը, երբ որ ընտրություն կատարելու անհրաժեշտություն չի լինի, դե յուրե եւ դե ֆակտո, մենք նման, բայց իմ գնահատականն այն է, որ մենք այդ հարցերի շուրջ պետք է աշխատենք հանգիստ, հանդարտ, առանց նյարդի, առանց լրացուցիչ սրելու եւ մենք այդ տրամաբանությամբ էլ գնալու ենք։ Իմիջիայլոց ուզում եմ ասել, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ մենք այդ աշխատանքային հարաբերությունները ունենք, հիմնված փոխադարձ վստահության վրա, մենք ամենասուր հարցերը քննարկել ենք շատ հանգիստ, հարգալից, բարեկամական մթնոլորտում եւ միջավայրում, փաստարկների եւ փաստերի վրա հիմնվելով, եւ ես այդ տրամաբանությունը շարունակելու եմ եւ իմ հարգանքների հավաստիքը եւ Ռուսաստանի Դաշնության նախագահին եւ Ռուսաստանի Դաշնությանը ելի եմ ասում, մենք Ռուսաստանի շահերը վնասելու խնդիր չունենք, չենք ունեցել եւ չենք ունենալու, բայց մենք լիարժեք նաեւ նվիրված ենք մեր պետության շահերին եւ այդքանը։ Իհարկե մենք նաեւ Եվրամիության հետ մեր հետագա հարաբերությունները խորացնելու եւ Եվրամիության անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենքի տրամաբանությամբ շարժվելու այն է ժողովրդավարական բարեփոխումները շարունակելու եւ խորացնելու ճանապարհով ենք ընթանալու։ Շնորհակալություն, հաջորդը նյուզայում։ Պարոն Փաշինյան, թեման շարունակելով, Ռուսաստանից նաև պահանջում եմ, որ դուք նաև արձագանքեք Զելենսկու հայտարարություններին, որ Հայաստանում Զելենսկին հայտարարություններ արեց, Ռուսաստանից պահանջում են նաև դուք արձագանքեք այդ հայտարարությունը եւ ասում են ինչու հայկական կողմ Հայաստանի ղեկավարը որևէ ձևով չարձագանքեր դրան, չէ՞ որ սպառնալիք էր հնչում իրենց հասցեին հայկական հարթակում։ Եվ նաև մայիսի 28-ին ԵԱՏՄ ղեկավարների նիստն է տեղի ունենալու Աստանայում։ Արդյոք ինչ որ ձևով թեկուզ հեռավար դուք մասնակցելու եք։ Նախ ես ասեմ, որ եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը բազմակողմ հարթակ է, անցկացման վայրը կապ չունի եւ այդ միջոցառումը ինչքան Հայաստանի, ինչքան իմ միջոցառումն է, այնքան էլ մյուս մեր գործընկերների միջոցառումն է։ Եվ ես չեմ կարծում, թե ես մասնակից երկրների շատ լավ հյուրընկալող երկրի կառավարության ղեկավարի եւ հյուրընկալվող երկրի ղեկավարի կարգավիճակով ես չեմ կարծում, թե պետք է գրաքննեմ կամ պարտադիր ամեն ինչին արձագանքեմ եւ դա բազմակողմ հարթակ է եւ այդ բազմակողմ հարթակում մարդիկ արտահայտվում են եւ եղել է նաեւ որ իմ ներկայությամբ նաեւ Ռուսաստանի Դաշնության նախագահը հայտարարություններ արել տարբեր երկրների վերաբերյալ, բայց ես չեմ հիշում, որ Ռուսաստանի Դաշնությունը ինձ ակնկալել, որ ես արձագանքեի այդ հայտարարությունները։ Այսինքն նկատի ունեմ, ես պատեհ չեմ համարում եւ Հայաստանի Հանրապետությունն էլ այո եվրոպական քաղաքական համայնքի անդամ երկիր է, Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր է, ապա անդամ երկիր է, բայց դա չի նշանակում, որ մենք հավակնում ենք համաշխարհային բոլոր գործերին խառնվել եւ կներեք մենք փոքր երկիր ենք մեր օրակարգով, մեր փոքր օրակարգերով, մենք մեր օրակարգերի շրջանակում ենք մտնում եւ միշտ չի որ մենք համարվում ենք որ գլոբալ հարցերի շուրջ առաջ ընկնել եւ հայտարարություններ անել, այսինքն մենք պետք է Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարաբերությունները կարգավորենք։ Մենք մեր համեստ դերակատարումն ենք կատարում, որպեսզի նպաստենք համաշխարհային կայունությանը եւ խաղաղությանը, բայց մեր մասով։ Մայիսի 28-ի հետ կապված ես նաև երբ որ ապրիլի 1-ին ես այցով եղել եմ Ռուսաստանի Դաշնությունում, ես Ռուսաստանի նախագահին տեղեկացրել եմ նաև, որ քարոզարշավի բերումով չեմ կարողանալու մասնակցեմ դեռ այն ժամանակ, ես այն ժամանակ չգիտեի նույնիսկ հրավեր լինելու է, թե չէ, բայց ես նախապես տեղեկացրել եմ նաև քաղաքավարությունից ելնելով եւ հարգանքի արտահայտման տրամաբանությամբ, որ չեմ կարողանալու մասնակցեմ մայիսի 9-ի շքերթին Մոսկվայի եւ նաեւ տեղեկացրել եմ, որ մայիսի 28-ին էլ չեմ կարողանալու մասնակցել եւ նախորդ օրը ես հեռախոսազրույց եմ զանգահարել եմ նաեւ Ղազախստանի նախագահին եւ տեղեկացրել, որ ես չեմ կարողանալ մասնակցել, որովհետեւ լավ արձակուրդում եմ եւ չնայած ամսի 28-ին արձակուրդում չեմ լինելու, որովհետեւ զորահանդես է լինելու եւ փոխվարչապետ Գրիգորյանը կմասնակցի միջոցառմանը։ Շնորհակալություն, հաջորդ հարցը Ազատություն։
Պարոն վարչապետ, ըստ էության դուք ասում եք բալանսավորված քաղաքականություն, բայց ոնց որ թե Մոսկվային Հայաստանի այդ հայտարարությունը այդքան էլ չի գոհացնում, եթե ասում են պետք է ընտրություն կատարեք։ Ի վերջո այս հայտարարությունը դուք ոնց եք դիտարկում, հնարավոր է սա արդեն որոշում կայացնելու ինչ-որ պահ է հասունանում եւ եթե այդպես է, որն է լինելու Հայաստանի դիրքորոշումը եւ երկրորդ հարցս կապված է մի խնդրի հետ, կապված է